լավ ժամանակները անցկացրել եմ գյուղում, շատ էինք սիրում տանգո պարել աղջիկների հետ։ Ձյան բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Միշտ ուժեղ, շնորհակալ եմ շատ։ Ոնց է տպավորվել ձեր գյուղը ձեր մեջ, ոնց եք հիշում ու ձեր մանկությունից մի քիչ պատմեք, ոնց եք սովորել ձեր ընկերների մասին, կապ ունեք ձեր մանկության ընկերների հետ միջ այսօր։ Ինչ Իմ կյանքի լավ ժամանակները անցկացրել եմ գյուղում, շատ էինք սիրում տանգո պարել աղջիկների հետ։ Պարոն Կարապետյան, Իրենց պատմությունները, բայց դա արդեն մեծ տարիքի ժամանակ մենք հասկացանք այդ մատուռների նշանակությունը թե մեր գյուղացիների համար, թե ընդհանրապես տաշիրցիների համար։ Դրա համար դու տեսել ես Կարճատոշի գագաթին, մենք կառուցեցինք փոքր եկեղեցի ու հիմա ամեն տարի հունիսի 17-ին այդ եկեղեցու ու Կարճադոշի օրը նշում են ամբողջ շրջանով, նույնիսկ Վանաձորից են գալիս, Ստեփանավանից են գալիս մեծ միջոցառումը։ Ես մի փոքր գաղտնիք ձեր թույլտվությամբ կբացեմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ դուք ամեն տարի ամռանը ոտքով մինչև Բլուքսարի գագաթ բարձրանում եք։ Իրոք, բայց դա վերջի տարիներն է, դպրոցական տարիներին հայրս դպրոցի դիրեկտորն էր, մենք ունեինք օր,
որ ամբողջ դպրոցը պետք է բարձրանար Մլուքսարի գագաթը, բայց դա շատ դժվար բան էր։ Դրա համար ես ամեն տարի փորձում եմ դա անել ու դրանով գնահատում եմ ռեալ իմ մարզավիճակը, որովհետև շատ դու տեսել ես ինչքան դժվար սար է, ինչքան դժվար է բարձրանալ այդ սարի գագաթը։ Պարոն Կարապետյան, ձեր ընտանիքը, Կարապետյանների ընտանիքը բոլորը գիտեն, որ շատ հայտնի է որպես ավանդական մեծ հայ ընտանիք, մեծ հայ օջախ։ Խնդրում եմ, կասեք ոնց եք ստացել այդ մոդելը, որն է այդ մոդելը, եւ խնդրում եմ մեզ եւ մեր երիտասարդներին խորհուրդ տալ ոնց գալ այդ մոդելին ու եւ ոնց պահել ավանդական ճիշտ ընտանիքը։ Մենք երկու եղբայր, երկու քույր ենք։ Իմ ծնողները մանկավարժներ էին, մեզ դաստիարակում էին մեր ավանդական արժեքներով։ Փոքրուց մենք արդեն հասկանում էինք ինչ է հայրենիքը, ինչ է ընտանիքը, ինչ է